Վենուս կահույքի և էլեկտրատեխնիկայի խանութ 077 581 777։ Միջազգային լրահոսն այսօր։ Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իստեբլիշմենթում պառակտում չկա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում անցկացված դեպի նոր աշխարհակարգ խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։ Ալիևը մասնավորապես նշել է Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իստեբլիշմենթում տարակարծություններ չկան։ Հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի, մարտավարության հարց է։ Բայց դրա էությունը չի փոխվում եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրան սահմանադրության մեջ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դրսեւորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Չինաստանը հերքում է պաշտոնական Կիևի մեղադրանքները հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։ Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։ Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի երկու քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով ինքը տեղեկություններ ունի, որ ռուսական զորամասերում երկուսից շատ ավելի չինացի կա։ Վաշինգտոնը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։ Եվրամիությունն իր առաջին պատասխան քայլերն է հրապարակել ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի նոր տնտեսական քաղաքականությանը։ Պաշտոնական Բրյուսելը շեշտում է, որ ապրիլի 15-ից ուժի մեջ մտնող իր որոշումը պատասխանն է Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար Վաշինգտոնից սահմանված 25% մաքսատուրքին։ Եվրոպական դաշինքը որոշել է առաջին փուլում թիրախավորել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ, գյուղատնտեսական, արդյունաբերական եւ այլ նշանակության ընդհանուր ավելի քան $20 միլիարդ արժողությամբ ապրանքներ։ Հակաքայլերը կարող են ցանկացած պահի չեղարկվել, եթե ԱՄՆ-ն համաձայնի արդար եւ հավասարակշռված բանակցային արդյունքի։ Հայտարարել է Եվրահանձնաժողովը, ընդգծելով, որ ամերիկյան նոր մաքսատուրքերը արդարացված չեն, տնտեսական վնաս են պատճառում ինչպես երկու կողմերին, այնպես էլ համաշխարհային տնտեսությանը։ Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում Հայաստանի հարավում Ռուսաստանի Դաշնության ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Այս մասին իր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը կարծում ենք կարող է զգալի խթան հանդիսանալ այս տարածքի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջև առևտրի եւ ներդրումների գիտակրթական, մշակութային ու հումանիտար համագործակցության խորացմանը ու կապերի հաստատմանը։ Ակնկալում ենք մինչև մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Սյունիքում մեջ հյուպատոսալանի բացման ժամկետների վերաբերյալ, նշել է նա։ Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտացել է, նշելով, որ իր երկիրը չի կատարի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Ըստ Ալիևի դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի վեհաժողովի նիստերին եւ չկարողանա քվեարկել մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից, նշել է Ալիևը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Վանաձևին կողմ է քվեարկել 90 դեմ 76, իսկ ձեռնպատ 4 պատգամավոր։ Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը այդ երկիր արգելվել է։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։